Գուցե բաղեղի հետ կապված սա մեր վերջին հաղորդումը կլինի, բայց քանի որ բավականին հետաքրքրված է եւ բավականին հարցեր են տալիս, նույնիսկ կասկածում են բաղեղից հնարավոր է արդյոք օճառ կամ լվացքի հեղուկ, ապա ես ներկայացնեմ։ Տեսեք, մենք վերցնում ենք առողջ փայլուն խոշոր տերևները, մինչև 20-25 հատ, երբեմն կարող եք նաև ավել, եթե փոքր են, եւ 1 լիտր ջրի մեջ եռացնում ենք։ Եռացնելուց առաջ մի փոքր ճմրթում ենք տերևները եւ այնուհետեւ լցնում այս ջրի մեջ։ Մի 15-20 րոպե եռալուց հետո անջատում ենք, թողում ենք այնքան, որպեսզի ջուրը ոչ թե ամբողջովին սառչի, այլ մի փոքր գոլը լինի, կարող է ասել 20-25 աստիճան, որից հետո մենք արդեն սկսում ենք պատրաստել հենց այդ օճառը։ Այսինքն ես հիմա ցույց կտամ ձեզ թե ինչպես։ Արդեն մենք խոսեցինք բաղեղի մի շատ կարևոր հատկությունների մասին, թե ինչպես բաղեղի տերևներից պատրաստել օճառ կամ լվացող նյութեր։ Ինչն է հետաքրքիր, որ կան մարդիկ, ովքեր թերահավատորեն են մոտենում, ես նշեմ, որ մինչև կոնկրետ մենք մեր կազմակերպությունում չփորձենք այդ ամենը, երբեք չենք ներկայացնի ձեզ, բացի այդ դուք կարող եք հետևել ինտերնետով, պարզապես գրեք բանալի բառեր, այսինքն բաղեղ, օճառ, լվացքի հեղուկ, եւ դուք կտեսնեք, թե ինչքան յութուբյան ալիքներ կան հենց այդ մասին, որքան տարբեր գիտական հետազոտություններ, հանրամատչելի նյութեր, եւ դուք ավելի վստահ կլինեք։ Ամեն դեպքում խնդրում եմ պարզապես հավատաք մեզ։ Հիմա փորձենք միասին այս ջուրը լցնենք, միգուցե կեսով չափ լցնենք, մինչև թափահարելը ես մի քանի բաներ ասեմ, տեսեք արդեն նույնիսկ փրփուրներ երևում են, բայց մի կարևոր բան ասել, միշտ հիշել, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին սապոնինների քանակը ամենաբարձր է լինում։ Տաք բնակլիմայական պայմաններում, օրինակ մեր մոտ մեղմ ձմեռ ունեցող տարածքներում, ինչպիսին է ասենք Տավուշի մարզը, Լոռու մարզը, որոշ մարզեր, որտեղ ձմռանը նույնիսկ խոտը կանաչ է, շատ տարածքներում, այդտեղ նույնիսկ դեկտեմբեր եւ հունվար ամիսներին կարող եք հավաքել։ Հիմա տեսեք, թեպետ ձմեռ է դեկտեմբեր, սապոնինների քանակը այդքան բարձր չէ, այդ պատճառով մենք ճմրթված եղանակը չօգտագործեցինք։ Տեսեք, երբեմն ճմրթում ենք եւ միանգամից տոպրակների մեջ դնում լվացքի մեքենայի խցիկը։ Իսկ այստեղ մենք փորձենք թափահարել։ Դուք տեսնում եք օճառը։ Ավելի մոտիկից կարող եք ցույց տալ, ավելի մոտիկից տեսեք։ Մեկ զգուշացում եւս, սպիտակեղենը, սպիտակ գույնի բամբակը միայն սրանով դուք չեք լվանում։ Նախատեսված է տարբեր գույնի հագուստների, բրդի, տարբեր տիպի գործվածքների համար, սակայն եթե ցանկանում եք սպիտակեղեն լվանալ, այդ դեպքում ինչ եք անում, ավելացնում եք սպիտակեցնող նյութեր, միշտ հիշեք, օրգանական։ Այդպիսին կան, նույնիսկ Հայաստանում գիտեմ, որ տարբեր կազմակերպություններ արտադրում են։ Կարող եք ավելացնել սոդա, կարող եք ավելացնել քացախ, մի խոսքով այս փորձարկումը ձեզ համար։ Հարցեր են հնչում, թե որքան երկար կարող ենք պահպանել։ Ես նշեմ, որ սառնարանում կարող եք երկար, մինչև 1 ամիս, եթե ինքը սառը տեղ է, սակայն սովորական նկուղում դուք կարող եք 1 շաբաթ պահել, իսկ սովորական, ասենք սենյակում 2-3 օր։ Ինչու չեմ խորհուրդ տալիս այս պահին երկարատև պահպանման, որովհետև ազդեցությունը ավելի մեծ է, երբ որ դուք օգտագործում եք թարմ վիճակում։ Սակայն երկար օգտագործման համար դուք պետք է որոշակի նյութեր ավելացնեք, որպեսզի չփչանա, այսինքն չորակազրկվի ձեր թուրմը։ Դրանք ասեք կարող է լինել կալիումի սոլբատ, կարող է որոշակի լիմոնի աղ, կամ բազմաթիվ նյութեր, ովքեր նման դեպքում կարող են օգնության հասնել ձեզ։ Եթե դուք արդեն հետագայում ցանկանաք բիզնես նպատակով արտադրել բաղեղից օճառներ եւ լվացքի հեղուկներ, այդ մասին մենք կխորհրդակցենք։ Այդ դեպքում
դուք կարող եք արդեն կապվել պես եւ մենք միասին կքննարկենք, կտեղեկացնենք, թե ինչ նյութեր կարող եք խառնել դուք ձեր օճառների եւ լվացքի միջոցների հետ։ Իսկ դուք երբևէ ինչ որ բույսից կամ ինչ որ օրգանական նյութից օճառ պատրաստել եք, խնդրում եմ գրել մեր լավանություններում։